տարբեր ազգերի մշակույթներին ծանոթանալը յուրաքանչյուրի համար է կարևոր, որովհետև այդպիսով մենք զարգանում ենք, ավելի ընդլայնում մեր աշխարհայացը։ Եվ այսօր ճապոնական մշակույթի հետ ենք ծանոթանալու։ Դիանա, դու սիրում ես ճապոնական մշակույթ։ Կարծում եմ ծագող արևի երկրի մշակույթը այնքան խորն ու բովանդակային է եւ խորհրդավոր, սիրելու համար պետք է ճանաչել, ինչպես ասացիր, մեր հյուրերը կարծում եմ այդ առաջին քայլը կանեն, որպեսզի եւ մեզ ծանոթացնեն եւ ինչու ոչ նաեւ հեռուստադիտողներին, ովքեր հետաքրքրված են ճապոնական մշակույթով։ Թանլակ եւ Մետաքս ցուցահանդեսի մասին ենք զրուցելու, սիրելի հեռուստադիտողներ, ցուցահանդեսի համադրող դիզայներ արվեստագետ Սիրանուշ Մխիթարյանի հետ եւ հավաքորդ ճարտարապետ Էլեն Սարադյանի հետ։ Բարի լույս։ Բարի գալուս մեր տաղավար, ինչպես եք։ Ես շատ լավ եմ, դուք։ Շնորհակալություն, մենք էլ։ Շատ լավ, շնորհակալություն, հրավերի համար շնորհակալություն։ Այսօր մեկնարկում է ձեր ցուցահանդեսը, կասեք ինչպես եք պատրաստվել, ինչպես առաջացավ գաղափարը եւ ինչպես եկաք այսօրվան։ Ընդհանրապես Էլենը 8 տարի շարունակ, եթե ոչ ավել, այս կոլեկցիան հավաքել է եւ մի օր որոշեց, որ պետք է ցուցադրի եւ համագործակցելով իրար հետ մենք ընտրեցինք լավագույն աշխատանքները, կիմոնոները, ճապոնական նկարները եւ նաեւ հոկուսայի մանգաներից որոշ գրքեր եւ որոշեցինք, որ հենց այսօր 17-ին կլինի բացում այդ ցուցահանդեսի։ Որքան է գործելու ցուցահանդեսը։ Ցուցահանդեսը գործի մինչև փետրվարի 14-ը, մի ամիս շարունակ հնարավորություն կլինի ամեն օր Հայարտ կենտրոնում, այժմ Արտի արվեստի կենտրոնում դիտել կիմոնոներն ու նկարները։ Էլեն, ինձ հետաքրքիր է ամենասկզբից, որտեղից ձեր սերը Ճապոնիայի, ճապոնական մշակույթի նկատմամբ։ Ինչպես հասկացաք, մի օր արթնացաք եւ հասկացաք, որ сիրում եք ճապոնական мշակույթ։ Могу перейти на русский, пожалуйста, потому что у меня образование на русском, я лучше объясню свои мысли. Спасибо большое. С юного возраста, еще со школы, я слушала, так получилось, что интернет стал общедоступным, и мы тоже начали им пользоваться, и как-то я вышла на японскую музыку, японские фильмы, и в том числе на графические какие-то дисциплины манга, очень известные широко. И как-то сначала это все было чисто любительски. В какой-то момент мне в руки попало кимоно настоящее. Просто нашла его в интернете, купила. Это было, как сейчас помню, обыкновенное шелковое кимоно, иротоми сода называется, такой вид кимоно, который, буквально на любой японке может оказаться, это не что-то особенное, но оно было поразительного качества, качество был на нем рисунок от руки. И я помню, я тогда подумала, если товар какой-то общего пользования имеет такое высокое качество, то какое же качество будет иметь что-то, что является предметом искусства, действительно. И мое чутье меня не обмануло, оно меня привело к этой выставке. Вот уже действительно 8, уже чуть больше лет я по всему миру ищу, собираю те предметы японского искусства, на мой взгляд, на мой вкус, которые, так сказать, лежат в канве моей коллекции, потому что коллекция, она как-то должна плюс-минус в одинаковой какой-то тематике быть. И более 20 гравюр, традиционная, так сказать, японская печать, woodblock print по-английски называется, более 20 гравюр, более, по-моему, 13 кимоно, более 10 кимоно будут представлены на нашей выставке с 17 по 14 февраля, 17 января, 14 февраля. Էլեն, քանի որ դուք համադրել եք նկարները, չնայած հեղինակալ մարդ է, համադրելիս ինչպես եք առաջնորդվել, ինչ մտքերով, որովհետև համադրելը իր հերթին արվեստ է եւ արվեստի մի հատվածն է համադրել ճիշտ նկարները ցուցահանդեսի համար։ Իրականում համադրելը հենց շատ բարդ process-ներ է ցուցահանդեսի, մենք մի քանի մեթոդիկայի սկզբում դիմեցինք, սկսված գունային գամային հետևելով, հետո նկարիչներին հետևելով, հետո թե ինչը ավելի հետաքրքիր կլինի դիտորդին ու վերջին հաշվով որոշեցինք, որ մի հատ, այսպես ասած, անոնսային ցուցահանդես ենք ուզում անել, որը կլինի առաջինը, քանի որ մենք ենթադրում ենք, որ էլի կլինեն ցուցահանդեսներ
շատ մոտ ապագայում, բայց կլինեն ու ամենագրավիչ հենց կիմանոներն ու նկարները առանձնացրինք, որպեսզի այսպես ասած բացումը կատարենք այդ շարքի ու ասենք թե պատմենք այն մասին, թե ինչքան նուրբ, հետաքրքիր արվեստի գործերի հետ կարող են մարդիկ այստեղ առնչվել, ինձ թվում է դա շատ կարևոր կլինի, որ հնարավորություն տրվի այդ գործերին կպնել, տեսնել։ Իսկապես համարձակ ցուցադրություն է, որովհետև այո, ճապոնական մշակույթը որքան էլ խորը եւ խորհրդավոր լինի, կարծում եմ այնքան էլ շատ ծանոթ չէ հայ հասարակության, այդ առումով թերևս մի փոքր համարձակ ինչ ակնկալիքներ ունեք, հետաքրքիր է։ Համարձակ լինելու առումով երևի ուզում եմ ուղղակի sense փոքր մեկնաբանում անեմ, որ երևի ճիշտ եք նշել, որովհետև այս պահին ես շատ ոչ մի ցուցասրահ չգիտեմ, որ հենց մասնագիտացված ճապոնական արվեստ է ներկայացնում ու բացի դրանից մենք ունենք պատմության թանգարանի արևելյան բաժինը, որտեղ էլի հատուկենտ մի քանի ուղղակի օրինակ կարող ենք հանդիպել, բայց իմ կարծիքով այսպես կարևոր քայլ է էլի նման ցուցասրահ ունենալը, թեկուզ պարբերաբար տարբեր տեղեր ցուցադրվելու համար եւ ակնկալիքներ ու զուտ այն են, որ մարդիկ կգան ու կգնահատեն, կհետաքրքրվեն, իրենց համար ոգեշնչում դա կծառայի նման բաներ։ Շատ լավ, Էլենք, ասեք հատկապես ճապոնական արվեստի մեջ ձեզ ի՞նչն է գրավել, ի՞նչն է հետաքրքրել։ Դուք ընդհանուր ասեցիք ինչպես եք ծանոթացել, բայց ինչ որ նյուանսներ կան, որ ձեզ ավելի է գրավել, ավելի դեպի իրենց է տարել։ Եղել եք Ճապոնիայում արդեն։ Ни разу не была. Կուզենաք լինել երևի։ Конечно, я планирую этот либо следующий год, потому что этот уже, ну, можно сказать, он у меня весь расписан в творческих планах. Он очень надеюсь посетить Японию. Естественно, у меня нет каких-то ожиданий от Японии, которые у людей формируются через аниме или как-то еще, поскольку я все-таки, мне кажется, я глубже знакома именно с тем, что называется японская душа, японский менталитет. Мне кажется, мне там очень понравится. Իսկ դուք ինչ վերաբերմունք ունեք։ Ես էլ դեռ չեմ եղել Ճապոնիայում։ Ուղղակի ուզում եի նշել նաև ցուցահանդեսից մի հատված, որը Էլենի խոսքից ես մտաբերեցի, որ մենք ոչ միայն ցույց ենք տալու, թե ինչպիսի օրինակ բաներ կան, արվեստի գործեր կան, որոնց հետ մարդիկ կարող են առնչվել, այլ նաև ցուցահանդեսի ընթացքում լինելու են դասախոսություններ ու workshop-եր, որ Էլենի ասած այդ անիմեից այն կողմ ծանոթություն կլինի, օրինակ թեյախմության օրենք ունենալու, կիմոնոն հագցնելու այդ մասին workshop-ա լինելու, որ մասնագետները կգան ցույց կտան, թե այդտեղ կախված իրը, որոնք որ մարդիկ ուղղակի գիտեն որպես կիմոնո անունով, ինչպես են կրել ճապոնացիները, ինչպես են հիմա կրում։ Ինչարից ունենալու ենք նաև դասախոսություն, որտեղ որ կիմանոն այժմ ինչպես են կրում ճապոնացիները, այդ մասին մի ամբողջ դասախոսություն կլինի ժամանակակից աշխարհով, հա, այնպես որ բոլորին հրավիրում ենք ուշադրի որ լինեն կան workshop-երին, հետաքրքրեն, որտեղ ինչպես հենց հաղորդման սկզբում նշեցիք, տեսականորեն ավելի գիտելիքների առումով հարստանալու համար շատ հարմար կարող է լինել ծրագիրը։ Իսկ ասեք դասախոսությունների, workshop-երի ընթացքում ովքեր են խոսելու եւ արդյոք մասնակիցները նախ ինչպես կարող են գալ եւ մասնակից դառնալ, կխնդրենք դա ասեք, եւ արդյոք հնարավորություն կունենան իրենց ուզող հարցերը հղել եւ ովքեր են լինելու դասախոսողները։ Իհարկե, մասնակից լինելու համար երևի պետքա հենց մեր էջին որպես մա պատկերասրահ Instagram-յան էջին գրել, ուշադիր լինել, ուղղակի հենց նշված ամեն մի օրին եւ ժամին ներկայանալ Արտի արվեստի կենտրոնում, դա առաջվա հայ արտ կենտրոնն է, որը որ գտնվում է Մաշտոցի Ահասցեում։ Նշված օրերը, քանի որ շատ են լինելու, ես հիմա բոլորը չեմ կարող թվել, նշված օրերին կարող են մոտենալ մասնակիցները, թե դասախոսությունների ժամանակ, թե workshop-երի ժամանակ, գրեթե բոլորը լինելու են անվճար, այո, ու բնականաբար դասախոսությունների ժամանակ դասական ձևով անցնելու կարող են լսել դասախոսությունը ու անվերջ հարցեր տալ։ Իսկ թեյախմությունը դա հենց երկար process-ներից է կամ օրինակ կիմանոն հագցնելու process-ը, որը
մենք կիցուկի ենք ասում, ինչպես ճապոնական տերմինոլոգիայում ավելի հայտնի, օրինակ Իրոհա կենտրոնի Ռուզաննան է լինելու, ով որ հենց մասնագիտացած է դրանում, բոլորին դետալային ցույց կտա, իհարկե ընթացքում հարցեր եւ այլն, կարող են տեսնել, թե ոնց է որպես ծիսակատարողություն տեղի ունենում։ Էլեն, իսկ հետաքրքիր է դուք ինքներդ նկարում եք, ճարտարապետ եք մասնագիտությամբ եւ այսպես թե այնպես կնկարեք, բայց հետաքրքիր է գեղանկարներ անում եք։ Спасибо большое за вопрос. Да, действительно, я и сама занималась изобразительным искусством, и, так сказать, во время обучения в Московском институте, когда обучалась на архитектора, но как будто меня закрутила вот этот работа, вихрь работы, каких-то обязательств, семьи, дел, и все меньше времени оставалось, как у нас у всех, очень мало времени на свои какие-то хобби, на творчество. Это в том числе и была одна из причин, почему я начала коллекционировать чужое творчество, так сказать. Потому что вот этой жажды ощущения какой-то эстетики вокруг меня, вот от этой жажды я избавиться не могла, и утолила ее в том числе вот приобретая работы других художников. Могли заметить мы после сада. Անդրադառնանք, հա, սիրով ես կլսենք, կարծում եմ մեր հեռուստադիտողին էլ հետաքրքիր է, հենց այս պատկերն ինչ է ենթադրում։ Могу приподнять немножко, вам показать. Вот сюда. Это один из образцов тех экспонатов, которые будут на нашей выставке. Я взяла с собой один из моих любимых, лично фаворитов. Это Хироши Йошида, небезызвестное большое имя довольно-таки в Японии и за ее пределами. Считается одним из таких отцов движения Шинханга, это так называемое возрождение традиционной гравюры в 20 веке в Японии. То есть они по стопам своих предков возродили заново печатание, и тут можно заметить, вот этот штамп означает, что конкретно этот экземпляр он печатал лично. Мне также нравится этот экземпляр, потому что здесь очень хорошо сохранена цветопередача, потому что точно не помню, какого года эта гравюра, но у гравюр есть свойство, со временем они выцветают. Իսկ այս գույները պահպանված եւ նույն օրինակ այն գույներն են, որ կա բնօրինակում, դա է հետաքրքիր։ Բնօրինակներից մեկն է, քանի որ հենց այս տպագրական տեխնիկայով ինքը փայտափորագրություն է, փայտափորագրության տեխնիկա հնարավոր է X քանակի, այսպես ասած, տիրաժ տպագրել, իհարկե հենց օրինակ այս դեպքում հենց հեղինակն է տպագրել, այսինքն ինքնատիպ տպագրություն է, այսպես ասած, գույները ամեն անգամ կարող եք այդ տիրաժային տպագրության դեպքում տատանվեն, այսինքն ըստ հեղինակի ընտրության, օրինակ երկինք կարող վարդագույն լինի մի դեպքում, այդ փոփոխություն չի լինում, արդյունքում հեղինակը եթե ընտրել է սա նույն արժեքով կարելի ասել բնօրինակ է, քանի որ տպագրական գրաֆիկայի դեպքում իրենք X քանակի բոլորն էլ հենց բնօրինակ են, էլի արդեն համարվում։ Ճապոնական մշակույթում առանձնահատուկ չէ, բաղադրիչ է այդ հովանոցները, հետաքրքիր է, կա ցուցադրության մեջ ներառված հովանոցներ։ Вееров у нас, к сожалению, нет. Мы очень много всего, получается, намешано в моей коллекции. Мы решили немножечко это как-то отделить. У нас будут только гравюры и только верхние женские кимоно. Другие, можно положить, пожалуйста. Քայլ առ քայլ մոտեցնեք հայ հասարակությանը, решили не мешать все в одну кучу, так сказать. На этот раз у нас будут гравюры и кимоно, возможно, в следующий раз будут какие-то новые вещи. Աղջիկներ, ինչպես նկատեցինք, դուք սիրում եք ճապոնական արվեստը, դուք համադրել եք, ծանոթացել եք, չգիտեմ, սիրում եք թե ոչ, հայկականության հետ ինչ-որ նմանություն կամ ինչ-որ եզրեր կան նմանության։ Նմանությունը կա հենց ազգային հագուստի մեջ երևի ամենաշատը, Ինչո՞վ։ դե փիլիսոփայությունից այդքան շատ չխոսենք, բայց երևի հենց հագուստը ինքնին ելնելով հենց լոկացիոն բնույթից, ելնելով թե ավանդությունները պահելու հակումից, այսինքն
Այո, օրինաչափությունները շատ կան, եթե նկատեք։ Հակուսնել գործող անձ է, այո, մեր պատմության Пожалуйста, մեջ взять слово. У нас Сирануш скромничает. Она является дизайнером локального бренда «Немрут». Локальный армянский бренд, очень сильно базированный на традиционной именно армянской одежде и ее переосмыслении с точки зрения, в том числе, добавления элементов и кимоно, может быть. Կարելի ասել ոգեշնչման աղբյուր է եղել հենց ճապոնիան, որ հարցրեցիք սիրում եմ թե չէ, իմ համար նենց շատ ճիշտ հարց էր, որովհետև այո, ոգեշնչման աղբյուր է հանդիսացել, թե ինչպես են ճապոնացիները այն ժամանակից մինչև հիմա կրում իրենց ազգային հագուստը, որը որ ժամանակի ընթացքում ինչ որ փոփոխությունների է ենթարկվել ադապտանալով տվյալ ժամանակին, բայց ազգային ուրվագիծը մնացել է, մենք կարող ենք շատ հստակ տարբերել ու իմ բրենդի առումով էլ հենց այդ մոտեցումը շատ ճիշտ եմ գտել ու հիմա փորձում եմ նույնը անել հայկական տարազի համար։ Շնորհակալ ենք ժամանակ գտնելու եւ մեզ մոտ հյուրընկալվելու համար։ 1 ամիս գրեթե գործելու է, կարծում եմ ժամանակ կգտնենք, գոնե 1 օր կգանք։ Հաջողություն ենք ձեզ մաղթում, ձեզ էլ որ ի վերջո ժամանակը բավարարի, ոգեշնչվեք եւ ինքներդ էլ սկսեք ստեղծագործել։ Спасибо Եվ սիրով ձեզ կհյուրընկալենք նորից։ Շնորհակալություն, սիրելի հեռուստադիտողներ, ես հիշեցնեմ, որ այսօր Հայարդ կենտրոնում բացվելու է արդեն երեկոյան Թանակ եւ Մետաքս ցուցահանդեսը, որը գործելու է մինչեւ փետրվարի 14-ը։ Հենց այս թեմայի շուրջ էինք զրուցում մեր հյուրերի հետ՝ Սիրանուշ Մխիթարյան, ցուցահանդեսի համադրող, դիզայներ, արվեստագետ եւ հավաքորդ ճարտարապետ Էլեն Սարադյան։ Եթե ժամանակ կունենաք, գնացեք, ծանոթացեք, եթե սիրում եք, ձեզ հատկապես կհետաքրքրի։ Բարև եկել շարունակվում է։